1915-21 թվականներին նա գտնվում էր Ժնևում եւ այս ընթացքում նույնիսկ կեղծանվան տակ էր հանդես գալիս եւ հենց այս ժամանակահատվածում է որ մենք նրան տեսնում ենք Նեմեսիս գործողությունների ծրագրին որպես ներգրաված մարդ եւ հատկապես երկար ժամանակ հանրության լայն շրջանակներին հասանելի չէր այն փաստը, որ Թալիաթ Փաշայի անձի վերջնական հաստատման եւ սպանության կազմակերպման գործում հայ վրիժառոյական ծրագրի առանցքում գտնվող անձանցից մեկը նա էր եւ նա նույնիսկ փաստորեն ականատեսների հաստատմամբ եւ ծրագրի կազմակերպիչների տվյալների համաձայն նույնիսկ եղել է տեղանքում այսինքն երբ Սողոմոն Թեհլերյանի կողմից վրիժառոյական գործողությունը կատարվել է այդ ժամանակ Ավետիք Իսահակյանը ոչ միայն փաստորեն թիկունքային աշխատանքում էր, եթե այսպես պայմանական ասենք, ներգրաված, այլև տեղում անձամբ փաստորեն ներկա է եղել եւ նույնիսկ տարբերակներից մեկի համաձայն, եթե ինչ որ բան չստացվեր Թեհլերյանի մոտ, նա պետք է կատարեր այդ վճռական գործողությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։